Իրավունքը գրում է. ՔՊ-ից տեղյակ աղբյուրը տեղեկացնում է, որ արդեն ոչ միայն Նիկոլյան մերձավոր շրջանակներում, այլ նաև մի փոքր ավելի ցած ՔՊԱ-ական կանգնած շերտը գործող падգամավորներից եւ նոր խորհրդարանում մանդատների հավակնողներից շատերը եւս սկսել են հասկանալ, որ Էջմիածնի ընտրությունները ոչ թե լավատեսության, այլ միայն մռայլ մոտորումների տեղիք են տալիս։ Կան համեմատաբար հեռուն տեսնող որոշ անձինք, որոնք անգամ չեն ցանկանում խաղի մեջ մտնել։ Մի մեծ մասսա կա, որոնք պատրաստ են կաշվից էլ դուրս գալ, որ անցողիկ տեղերում հայտնվեն։ Միայն թե հասկանում են, որ այս տարբերակով անցողիկության ցուցիչը նկատելիորեն նվազելու է։ Ամեն մի տեղը ոսկու արժեք ունի եւ ամեն մի տեղի համար պետք է պոտենցիալ մրցակիցների կոկորդը կրծել։ Ու այսպես էլ սկսել են շեֆին ամեն կերպ հաջողանալուց ատ կամաց իրար ուտել։ Հրապարակը գրում է. իշխանությունները հատկապես վերջին շրջանում հաճախ են գլուխ կովում, թե զենք են գնում, սահմաններն են կահավորում։ Պաշտպանության նախարարության թերթի աղբյուրները հայտնում են, որ այդ ամրոցների կառուցման համար բաց մրցույթ է հայտարարվում, որում նկարագրվում է, թե ինչ պարամետրերով շինություն կառուցելու մասին է խոսքը։ Այսինքն անվտանգային գաղտնի ինֆորմացիան հասանելի են դարձնում նաև մեր թշնամիների։ Թերթի աղբյուրն ասում է նաև, որ ամրոցների շինաշխատանքները հիմնականում այլազգիներ են իրականացնում։ Հնդիկներ, եգիպտոսի քաղաքացիներ, իրանցիներ եւ բնական է, որ բոլորի ինքնությունն ԱԱԾ-ն չի ստուգում ու չկա երաշխիք, որ դիցուկ դրանցից ոմանք այլ երկրի հատուկ ծառայությունների աշխատակիցներ կամ ինֆորմատորներ չեն, որոնք էժան աշխատուժի անվան տակ գաղտնի ինֆորմացիաներ են փոխանցում մեր հակառակորդներին։ Հրապարակը գրում է. դեռ շաբաթներ առաջ պետական բոլոր գերատեսչությունների աշխատակազմերին ասվել է, որ նոյեմբերի 22-ին բոլոր գերատեսչությունների քաղծառայողները մեկ մարդու պես պետք է ներկա գտնվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Վարչապետի մասնակցությամբ ինչ-որ միջոցառում է տեղի ունենալու։ Հատուկ զգուշացրել են, բացակաները չեն ներվելու, կարող են բացակայել միայն մահացածները։ Քաղծառայողները ենթադրում են, որ այդ հավաքը նախընտրական չհայտարարված քարոզչության շրջանակներում է կազմակերպվում, եւ Փաշինյանը նպատակ ունի տետ-ա-տետ լվանալ քաղծառայողների գլուխները։ Հրապարակի տեղեկություններով մարզպետներին հրահանգ է իջեցվել, հավաքագրել իրենց մարզերի բնակիչների բոլոր խնդիրները, սոցիալականից մինչև առողջապահական եւ լուծել դրանք։ Այդ նպատակով մարզպետարաններին գումարներ են տրամադրվել։ Սակայն խոցելի խմբերից առավել իշխանությունը կարևորում է համայնքում ավտորիտետների խնդիրը։ Ասվել է, որ նրանց պետք է մոբիլիզացնել, ընդառաջել իրենց հարցերով, որպեսզի ընտրություններին կարողանան հույս դնել նրանց վրա։ Ժողովուրդը գրում է. համացանցում հայտնված Նաթան arczepiskopos Հովհաննիսյանի եւ Գարեգին II նախկին գավազանակիր աղա Նաբեղա Երնջակյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ հարուցված քրեական վարույթով իրավապահները փակուղի են մտել։ Թերթը տեղեկացել է, որ քրեական վարույթով երկու անգամ հարցաքննվել է Նաթան arczepiskopos-ը եւ ասել, որ անօրինական ձեռքբերված խոսակցության վերաբերյալ ասելիք չունի։ Իրավապահները հարցաքննության են հրավիրել նաեւ Գարեգին II նախկին գավազանակիր աղա Նաբեղա Երնջակյանին, որն էլ իրավապահներին հայտնել է, թե նման բան չի եղել։ Այսպիսով իշխանական մամուլում տարածված աղմկահարույց ձայնագրության գործով անցնող անձին ամբողջովին հերքել են խոսակցության արկայությունը, ինչը իրավապահներին փաստացի փակուղու մեջ է դրել։ Իրավունքը գրում է. շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը որոշել է լաբավոյ կանգնել ու հրաժարվել հաջորդ ընտրություններում ցուցակում ներգրավելուց, բայց դա նրան թույլ չեն տալիս մտերիմները, հիշեցնելով, թե ինչ դատաստանի են արժանանում Փաշինյանին հակառակվողները։ Ըստ այդմ էլ Արշակյանը դեռ գցում բռնում է։